Բարի երեկո, հարցի գինն է եթերում։ Այս հաղորդման շրջանակներում կվերլուծենք մեր դիտարկմամբ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Այս շաբաթվա սկզբին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը կասկածի տակ չի դրել, որ ինքը պատրաստվում է իշխանափոխություն անել։ Չեն գնում իշխանափոխության իմ կարծիքով, անցյալ շաբաթավերջին կրկին լրագրողների հետ զրույցում ասել էր վարչապետ ԽՆԱՄ-ի Հովիկ Աբրահամյանը։ Սակայն հետաքրքրականն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե հերքում է Հովիկ Աբրահամյանին ու հայտարարում, որ Աբրահամյանը սխալվում է, կամ պարզապես հայտարարում, որ ոչ, իրենք հենց իշխանափոխության էլ գնում են, այլ ուղղակի մեկնաբանում է իր ԽՆԱՄ-ու հայտարարությունն ու ասում, որ նա նման բան չի ասել։ Ըստ էության, նմանօրինակ ձևակերպմամբ Գագիկ Ծառուկյանը իրականում չի հերքում Հովիկ Աբրահամյանին, այլ հաստատում է նրա ասածը։ Միևնույն ժամանակ դա հաստատում է նաև իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում այսօր քաղաքական կյանք ըստ էության չկա, եւ ամենաաղմկոտ իրադարձությունն ըստ էության եղել է այն, որ ոչ իշխանական ուժերը հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը, ինչը մեղմ ասած ոչ միայն չի կարող կապ ունենալ իշխանափոխության հետ, այլև ըստ էության նաև իշխանափոխության լիազորությունը լիովին հանձնում է Ռուսաստանի իշխանություններին։ Նույն Գյումրիում, նույն ինքը Ծառուկյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել, ասելով, որ Ծառուկյան ազգանունը Աստված է տվել հայ ժողովրդին եւ ինքը սրբությամբ պահելու է այն։ Գագիկ Ծառուկյանն ըստ էության մոնարխիստական շարժում է հռչակում Հայաստանում։ Խնդիրն այն է, որ միապետերն էին, այսպես ասած, Աստծո տվածը, այսինքն միապետների իշխանությունն էր համարվում աստվածային ծագման եւ այդ իսկ պատճառով նաեւ այդ իշխանությունը փոխանցվում էր ժառանգականորեն։ Ժողովրդավարական համակարգերում եւ հասարակարգերում, ժողովրդավարական մշակույթներում Աստված որևէ ազգանուն կամ որևէ լիդեր չի շնորհում ժողովուրդներին կամ հասարակություններին։ Նման համակարգերում Աստված մարդկանց ինչ որ մեկի անունը կամ ազգանունը տալու փոխարեն կյանք է տալիս եւ բանականություն, ըստ որի նրանք ընտրություն են կատարում եւ քաղաքական գործունեության մեջ մասնավորապես ընտրում են իրենց առաջնորդներին, անհատների կամ խմբերի են ընտրում։ Եվ եթե այսպես կոչված համաժողովրդական շարժման այսպես կոչված առաջնորդը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյան ազգանունն Աստծո տվածն է, ապա այստեղ ակնհայտ է սահուն անցումը համաժողովրդականից համամիապետականի, այնպես որ Հայաստանում կարող են ասել սկսված է միապետադեմոկրատական հեղափոխություն, բուրժուա դեմոկրատականն այլևս անցյալում է։ Եվ հետևաբար այդ շարժումն արդեն ոչ թե քաղաքագիտական վերլուծությունների է ենթակա, այլ ենթակա է նազիր վեզիրական վերլուծությունների։ Ընթացիկ շաբաթվա ընթացքում դեկտեմբերի 10-ին ոչ իշխանական ԵՌԵԱԿ-ի առաջնորդներից միակը Ռաֆի Հովհաննիսյանը մասնակցելով Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած մարդու իրավունքների միջազգային օրվան հանրահավաքին բավական ուշագրավ ներկուլիսային մանրամասներ է բացահայտել։ Ժառանգության կուսակցապետը հայտարարել է, որ մասնավոր զրույցներում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը խոսում են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին եւ պետք է տղամարդկություն ունենան նման բաները հրապարակավ հայտարարելու համար։ Հասարակական հանրային գործոնն այստեղ այն է, որ Ռաֆի Հովհաննիսյանը փաստորեն ներքաղաքական այս ոչ իշխանական գործընթացում կարծես թե բավական վառ արտահայտված կերպով Տեր-Պետրոսյանին եւ Ծառուկյանին ակնարկում է, որ ինքը բավական շատ բան գիտի եւ իրենից ազատվելու փորձերը լավ արդյունքների չեն կարող հանգեցնել։ Այսինքն Հովհաննիսյանն ըստ էության հայտարարում է, որ ժառանգությանը ոչ իշխանական ուժերից զորացրելն այնքան էլ շահավետ չէ Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար։ Ժառանգության առաջնորդը գուցե թե այլևս ակնկալում է ոչ թե ԵՌԵԱԿ-ի առաջնորդների հետ խնդիրների կամ հարցերի քննարկում, այլ պարզապես պատվավոր տեղ օթյակում։ Առավել եւս, որ ԵՌԵԱԿ-ի առաջնորդներն ըստ էության որևէ լուրջ հարց չեն էլ քննարկում եւ որոշումները կայացնում է Գագիկ Ծառուկյանը միանձնյա եւ Հովհաննիսյանն այստեղ ըստ էության ոչինչ չի էլ կորցնում։ Խնդիրն այն է, որ նա ուղղակի չի ուզում դուրս մնալ ոչ իշխանական ֆորմատից եւ հայտնվել լուսանցքում։ Նրան պետք է ոչ իշխանական բևեռում զուտ ֆորմալ ներկայություն։ Ավելին Ռաֆի Հովհաննիսյանին այսօր ըստ էության պետք էլ չէ, քանի որ ոչ իշխանական բևեռն ըստ էության իրենից ավելին չի էլ ներկայացնում։ Այս ամենին զուգահեռ բացառված չէ նաեւ, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը սկսելով Ռաֆի Հովհաննիսյանին դուրս մղելու գործընթացը կանխատեսել էին նաեւ նման զարգացում եւ համարում են, որ ինչքան ժառանգության առաջնորդը երկար մնա ֆորմատի շրջանակում, այնքան հետագայում ավելի դժվար կլինի նրանից առանց կորուստների ազատվելը։
Այսպես թե այնպես ակնհայտ է, որ Ռաֆի Հովհաննիսյանը որոշել է չհանձնվել եւ ի տարբերություն իշխանության համար պայքարի, ոչ իշխանության համար պայքարը չավարտել Ծիծեռնակաբերդում։ Ընթացիկ շաբաթվա սկզբին, դեկտեմբերի 9-ին, հրապարակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատավճիռը։ Կենսաթոշակների բաժանման հարցում 100 միլիոնավոր դրամների չարաշահման համար մեղադրվող Խաչիկյանին դատապարտել են 12 տարվա ազատազրկման։ Նա մոտ 4 տարի արդեն ազատազրկված է։ Խաչիկյանին մեղադրում են 2006-2010 թվականների գործունեության ընթացքում թույլ տված չարաշահումների համար։ Այսինքն նրա պաշտոնավարումը բաժին է ընկնում երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Կարող էր Խաչիկյանը նման մասշտաբների չարաշահումներ թույլ տալ առանց նախագահների իմացության կամ նույնիսկ կասկածի։ Կասկածի դեպքում կարող էր նա որևէ բան թաքցնել։ Այդ հարցերի պատասխանը երևի թե ոչն է, որովհետև եթե Խաչիկյանը նման բան կարողանար, ապա այդ դեպքում նշանակում է, որ ընդդիմությունն էլ Հայաստանում կկարողանար իշխանությունը վերցնել այդ համակարգից։ Խաչիկյանի դատավարության ընթացքում այս խնդրին անդրադարձ եղել է բազմիցս եւ հանրային ընդհանուր տրամադրվածությունն է դա, որ նա չէր կարող լինել միայնակ մեղավոր կամ գլխավոր մեղավոր, եւ Խաչիկյանը հանցանքը կատարել է բարձրագույն իշխանությունների հովանու ներքո, իսկ երբ նրանց պետք եղավ ձերբակալել Խաչիկյանին, ապա արեցին դա։ Եվ այս մասով ակնհայտ է, որ Հայաստանի իշխանական համակարգը Խաչիկյան է վերից վար։ Հետևաբար 12 տարի ազատազրկման դատավճռի արժանի է այդ համակարգի ճնշող լիակատար մեծամասնությունը։ Միայն վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունները պետք է բավարար լինեին, որպեսզի Հայաստանի ազատազրկման վայրերում լինեին մի քանի տասնյակ եւ գուցե 100 Խաչիկյաններ։ Հրապարակվում են հարյուրավոր միլիոն դրամների չարաշահման մասին տեղեկություններ, ուսումնասիրություններ, պաշտոնական եզրակացություններ, իսկ քրեական գործեր չկան եւ չկան։ Հայաստանում ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարը միջին օղակներից այն կողմ չի բարձրանում։ Պարզվում է, որ Հայաստանի իշխանության միջին օղակներում լիքն են կոռումպացված պաշտոնյաները, գողացողներն ու յուրացնողները, իսկ ահա փոխնախարարները, նախարարները, վարչապետը, նախագահը բյուրեղյա մաքրության տերանձինք են։ Նրանք անմեղ են, նրանց գործողություններում ու գործունեության մեջ որևէ հանցակազմ չկա։ Տարիներ շարունակ կոռուպցիան եւ կաշառակերությունն այդ մակարդակներում խրախուսվել են, այդպիսով հյուսելով ընդհանուր ցանցը եւ ներկայումս ընդվզող որևէ մեկը ուղղակի պատրաստի քրեական հանցագործ է իշխանության համար եւ կարող է հայտնվել բանտում։ Խաչիկյանն իհարկե չէր ընդվզել, բայց խնդիրը լոկ ընդդիմադիր ընդվզումը չէ, այսինքն պարտադիր չէ, որ պաշտոնյան անցնի այսպես ասած ընդդիմության ճամբար, նրա կոռուպցիոն պատմությունն իր դեմ ծառայեցնելու համար։ Կան նաև ներհամակարգային բախումներ տարբեր շահեր ներկայացնող խմբերի եւ թևերի միջև, որոնց ընթացքում էլ անհրաժեշտություն է առաջանում նման միջոցներով բարձել հարաբերությունները։ Նման օրինակներ էին նաև Մարգար Օհանյանի եւ Հովհաննես Թամամյանի ազատազրկման օրինակները։ Այստեղ էլ մեսիջն ընդհանուր համակարգին հստակ է՝ չհամարձակվել, ճամբարայնացնել ներիշխանական հարաբերություններում, քանի որ դա հավասարազոր կդիտվի ընդդիմություն դառնալուն եւ կպատժվի նույն կերպ։ Մնում է հրաժարվել կոռուպցիոն սխեմայից, ընդհանրապես առավել եւս տեսնելով, որ ըստ հայեցողության եւ քաղաքական նպատակահարմարության կարող են ժամանակ առ ժամանակ նաեւ PR զոհեր ընտրվել։ Բայց սպառնալիք է նաեւ այդ տարբերակը, որովհետեւ եզակի դեպքերն իհարկե իշխանությունները չեն արժանացնի ուշադրության, սակայն եթե հրաժարումը կրի զանգվածային բնույթ, ապա դա կդիտվի որպես զանգվածային ընդվզում համակարգի դեմ, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն արդեն իսկ հնչում են այդ անդամակցության հետևանքները գուժող առաջին տագնապալի ազդակները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ապագայում կարող է կարիք առաջանալ, որ Եվրասիական միության անդամ երկրները միանան արևմուտքի դեմ Ռուսաստանի կիրառած պատասխան, այսպես կոչված պատժամիջոցներին։ Ինչպես հայտնի է, ի պատասխան Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողություններին, արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան որոշեց, որ ինքն էլ պետք է պատասխան պատժամիջոցներ կիրառի արևմուտքի դեմ ու Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ Կանադայի մի շարք ապրանքատեսակների հանդեպ
կիրառվեցին ներկրման արգելքներ։ Իհարկե, այդ ամենից տուժեց միայն Ռուսաստանը, քանի որ այդ երկրում առաջացավ պարենային ապրանքների սրընթաց գնաճ եւ միաժամանակ նաեւ դեֆիցիտ։ Եվրասիական միության անդամ երկրներին Ռուսաստանը մեղադրում է արգելված ապրանքները իրենց տարածք ներկրելու եւ դեպի ռուսական շուկա անօրինական տրանզիտի համար։ Ռուսաստանն այդ պատճառաբանությամբ նույնիսկ ստուգումներ սահմանեց Բելարուսի եւ Ղազախստանի հետ սահմանին։ Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության կնքահայր Ռուսաստանը կանգնել է անելանելի, նույնիսկ զավեշտալի վիճակի առաջ, փակելով Բելարուսի եւ Ղազախստանի սահմանը, Ռուսաստանն ըստ էության Եվրասիական տնտեսական միությունն է փակում, իսկ բաց պահելով սահմանը, նա ըստ էության իր իսկ կիրառած, այսպես ասած, պատժամիջոցներով ոչ միայն արևմուտքին չի կարողանում փոքր վնաս անգամ հասցնել եւ ոչ միայն վնասում է ռուսական շուկան գնաճով ու դեֆիցիտով, այլև ըստ էության լրացուցիչ հարստանալու հնարավորություններ է տալիս Բելարուսին եւ Ղազախստանին։ Ահա այս անելանելի վիճակից դուրս գալու ելք Ռուսաստանը կարող է իսկապես տեսնել Բելարուսին ու Ղազախստանին էլ պատժամիջոցներին միանալ պարտադրելը։ Եվ եթե հանկարծ սա հաջողվի, ինչը իհարկե կասկածելի է, որովհետև Լուկաշենկոն եւ Նազարբաևը այնուամենայնիվ ունեն Պուտինին հակադրվելու ռեսուրսներ, ապա անելանելի վիճակում կհայտնվի Հայաստանը։ Բանն այն է, որ Հայաստանի համար աղետալի է արդեն իսկ Եվրասիական միությանը միանալը։ Այս ամենով հանդերձ միանալ արևմուտքի դեմ ռուսական, այսպես ասած, պատժամիջոցներին Հայաստանի համար կնշանակի ուղղակի դնել որպես սուբյեկտ վերանալու հարցը։ Եթե արևմուտքը երկարատև ջանքերից ու ժամանակից հետո ի վերջո ներողամտաբար մոտեցավ Սերժ Սարգսյանի անարժանապատիվ շրջադարձին, ապա այս դեպքում ներողամտություն կամ ընկալում սпасելը լիովին ավելորդ կլինի, որովհետև այդպիսով արդեն վերջնականապես պարզ կլինի, որ Հայաստանը ոչ թե կտրվում է արևմուտքի հետ գործընկերության հնարավորություններից, այլ ուղղակիորեն դուրս է գալիս արևմուտքի դեմ կռվի Ռուսաստանի հրահանգով։ Իսկ սա արդեն լիովին նոր իրավիճակ է դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ռուսաստանի համար դա հոգ չէ եւ նույնիսկ միգուցե հենց դա էլ ուզում է Մոսկվան Հայաստանի հարցը վերջնականապես լուծելու համար։ Դրանով նաեւ Ղարաբաղի հարցի լուծման մասով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պայմանավորվելու եւ հերթական անգամ Կովկասը բաժանելու համար։ Հայաստանը պարտավոր է հենց այս պահից մտածել այդ օրինակ զարգացմանը դիմադրելու մասին, թեև եթե առանց որևէ դիմադրության հանձնվեց պետության ինքնիշխանությունը, քիչ հույսեր կան, որ կարող է դիմադրություն լինել դրա հետևանքներից որևէ մեկի հարցում։ Հույսը կարող է լինել այն, որ Ռուսաստանի արտգործնախարարի ապագան ավելի ուշ գա, քան Ռուսաստանի ներկայիս իշխանությունը կդառնա անցյալ։ Այս շաբաթ Բելարուսի փոխվարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելարուսը հաջորդ շաբաթ հավանաբար գազի նոր համաձայնագիր կստորագրեն, որով կնվազեցվի Բելարուսին մատակարարվող գազի սակագինը, քանի որ ռուբլու փոխարժեքի անկում է տեղի ունեցել։ Այս տեղեկատվությունը շատ խորհրդանշական է Հայաստանում առկա սպասումների ֆոնին, որ արձանագրվեց Հայաստանի ֆինանսական շուկայի վերջերս արձանագրված կտրուկ տատանման համատեքստում։ Հայաստանում կա գազի գնի բարձրացման սպասում, թեև Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտարարել է, որ նման մտադրություն առայժմ չունի։ Այնուամենայնիվ առաջին ծիզեռնակներն առկա են ավտոգազալցակայաններում, հատկապես այն գազալցակայանները, որոնք պատկանում են այսպես կոչված համաժողովրդական շարժման, այսպես կոչված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա խնամի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Հենց այստեղ է գազի գնի թանկացում արձանագրվել։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանն էլ պետք է Բելարուսի օրինակով Ռուսաստանի հետ բանակցություններ սկսեր գազի գինը նվազեցնելու համար, նկատի ունենալով ռուբլու արժեզրկումը, որը տոկոսային առումով շատ ավելին է, քան դրամի արժեզրկումը։ Սակայն Հայաստանի իշխանությունները բնականաբար անկարող են նման հարցադրումներ ներկայացնել Ռուսաստանին, եւ նրանք երևի թե ակնկալում են, որ Ռուսաստանն ինքը հանկարծ չնախաձեռնի Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման հարց։ Բելարուսը հասել է գնի նվազման շուրջ համաձայնության, որովհետև Բելարուսի նախագահը ցուցաբերում է ինքնիշխան երկրին բնորոշ հատկանիշներ եւ դիմադրում Մոսկվայի այն որոշումների դեմ, որոնք հակասում են բելարուսական շահերին։
Եվ Լուկաշենկոն արդեն տարիներ շարունակ պարբերաբար միլիարդներ է կորզում Ռուսաստանից։ Հայաստանի պարագայում միլիարդներ կորզել պետք չէ, պետք է գոնե կորզել Հայաստանի շահերը եւ պահել դրանք, սակայն անգամ այդ նվազագույն խնդիրը չի լուծվում։ Պատճառն էլ իհարկե այն է, որ այդ նվազագույն խնդիրը լուծելու համար պետք է երկրի ներսում լուծել մի քանի նվազագույն խնդիրներ, օրինակ հենց բենզինի եւ գազի ներքին շուկաների հետ կապված։ Թե ինչ է իրականում կատարվում այդ շուկաներում, Ռուսաստանը իհարկե շատ լավ գիտի, որովհետև այնտեղ գերակա ներկայացվածություն ունի նաև ռուսական կապիտալ, ու եթե Հայաստանի իշխանությունները ներքին շուկաներում չեն հետապնդում Հայաստանի շահերը, արտաքին հարթության վրա նման շահերի հետապնդում իհարկե անիրատեսական է։ Եթե Հայաստանի իշխանությունները Հայաստանի ներսում Ռուսաստանին առաջարկում են խաղի ստվերային կանոններ, չեն կարող այլ կանոններ պահանջել, այսպես ասած, սահմանի վրա։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպմանն առնչվող հայտարարությունները մամուլի համար պետք է դրական եւ ողջունելի գնահատել։ Վրաստանի իշխանությունները փաստորեն հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը եւ Վրաստանի Եվրաասոցիացման համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը չեն ազդի երկու երկրների միջև հարաբերությունների վրա, եւ կողմերը նույնիսկ կփորձեն ծառայեցնել այդ իրողություններն ի շահ այդ հարաբերությունների խորացման։ Այս հայտարարություններն անկասկած չեն կարող, այսպես ասած, մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցության մասով։ Եթե Վրաստանի հետ հարաբերությունները չեն արգելակվում, ապա սա դեռ չի նշանակում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից բխող տնտեսական, քաղաքական ու ֆիզիկական վտանգները Հայաստանի համար նվազում են։ Սակայն Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շատ կարևոր են, եւ կարևոր են ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլև ընդհանրապես Հայաստանի քաղաքակրթական ապագայի տեսլականի տեսանկյունից։ Եվրամիության հետ ասոցացված Վրաստանը Հայաստանի համար գոնե փոքր պատուհան է դեպի Եվրոպա, եւ Հայաստանի համար կարևոր է լավ հարաբերության պահպանումն ու զարգացումը, ըստ էության եվրոպական տարածությանն ինտեգրված հարևան երկրի Վրաստանի հետ։ Սա շատ կարևոր է նաև ընդհանրապես երկու երկրներում միմյանց հանդեպ փոխադարձ մթնոլորտի, սրանից բխող նաև հասարակական տարբեր շերտերի, կապերի եւ համագործակցության տեսանկյունից։ Հայաստանի համար այս ուղղությունն ըստ էության հույսի շող է եւ ունի ռազմավարական նշանակություն բոլոր առումներով, այդ թվում եւ անվտանգության։ Իհարկե կարող են քննարկումներ եւ կասկածներ լինել այն մասով, թե ինչպես է հնարավոր Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն օգտագործել հայ-վրացական հարաբերությունների ամրացման եւ փոխադարձ շահերի համար, առավել եւս եթե կա Ռուսաստանը, որի հավակնություններն ու մտադրությունները Վրաստանի հանդեպ կարծես թե գաղտնիք չեն որևէ մեկի համար։ Գաղտնիք չէ նաև, թե Ռուսաստանի այդ մտադրություններում ու հավակնություններում որպես գործիք ինչ դեր է վերապահվում Հայաստանի կամ հայության, ջավախահայության համար։ Առ այսօր Հայաստանին ու Վրաստանին հաջողվել է այս հարցում հանգել ընդհանուր հայտարարի եւ լուծել առաջացող խնդիրները։ Պետք է հուսալ, որ կհաջողվի նաև ապագայում։ Վրաստանից հնչած հայտարարությունները հուշում են, որ առնվազն գիտակցումն ու պատրաստակամությունը գոնե այս հարցում առկա են երկու կողմերում էլ։ Գլխավորը Հայաստանի համար հենց այստեղ է, սակայն այս իրողությունը վտանգների կանխարգելման առումով ընդամենը փոքր նախադրյալ է, որովհետև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կարող է բերել մի շարք սպառնալիքների, որոնցից մեկը օրինակ հնչեցրել էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը օրեր առաջ, հայտարարությամբ, թե անհրաժեշտություն կարող է առաջանալ Արևմուտքի դեմ Ռուսաստանի Դաշնության, այսպես ասած, պատժամիջոցներին Եվրասիական տնտեսական միության անդամների կողմից եւս։ Սա վկայում է, որ Ռուսաստանը կարող է նաև այլևայլ պահանջներ դնել Եվրասիական տնտեսական միության անդամների առաջ այլ հարցերում, այդ թվում եւ Վրաստանի, որի եվրոատլանտյան ինտեգրացիան Ռուսաստանը չի մարսել ու չի մարսի, քանի դեռ շարունակում է հավակնոտ դիրքեր ունենալ Հարավային Կովկասում։ Երևանն ու Թբիլիսին պարտավոր են խորությամբ քննարկել այս իրավիճակներն ու հավանական սցենարները եւ համատեղ մշակել կանխարգելիչ ելքեր, քանի որ խոսքը երկու երկրների անվտանգությանն ու
կայունությանն էլ է առնչվում եւ վերաբերվում։ Նախորդին Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ջեյն Փսաքին Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերության հարցին ի պատասխան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հարաբերությունը խորացնել Հայաստանի հետ բարեփոխումների եւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ։ Այս մոտեցումն ամերիկյան կողմը հնչեցրել է բազմաթիվ անգամներ։ Հնչեցրել են նաև եվրոպացի պաշտոնյաները, դիվանագետները արտահայտվելով Հայաստանի կողմնորոշման կամ որոշման մասին։ Միամիտ չենք իհարկե մտածելու համար, որ Արևմուտքը որևէ կերպ ափսոսանք չի հայտնում աշխարհաքաղաքական ազդեցության պայքարում Հայաստանի շրջադարձով կամ Արևմուտքը Հայաստանի հետ հարաբերությունները հենց աշխարհաքաղաքական դիմակայության կամ մրցակցության տրամաբանության շրջանակում չէ, որ խորացնում է։ Սակայն այստեղ այս հայտարարություններում, որ հարգում են Հայաստանի ինքնիշխան իրավունքը, քաղաքական, դիվանագիտական նրբերանգներից եւ քողարկումներից բացի, արկա է մի շատ կարևոր գործոն, որը մենք որպես հասարակություն աչքաթող ենք անում, սակայն որը ըստ էության հիմնաքարային է միջազգային հարաբերություններում եւ համաշխարհային հոսանքներում ընդհանրապես։ Եվրամիության հետ ասոցիացման 4 տարիների ընթացքում այդպես էլ ըստ էության չի լսվել մի որևէ ռուսաստանցի պաշտոնյայի դիվանագետի թեկուզ փորձագետի հայտարարություն այն մասին, որ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումն ու ինտեգրացիան Հայաստանի ինքնիշխան իրավունքն է եւ Հայաստանը պետք է իր որոշումները կայացնի ինքնիշխանության իրավունքով, որը իրենք հարգում են։ Մենք լսել ենք հակառակը, համատարած սպառնալիքներ, հաթաթաներ, շանտաժներ, կորուստների մասին հայտարարություններ։ Զգում եք տարբերությունը։ Մենք չենք ասում, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանն իր ազդեցության գոտում պահել, իսկ Արևմուտքը ինչ-որ անհասկանալի բարեգործական նպատակներ է հետապնդում։ Երկու դեպքում էլ ազդեցությունների համար պայքար է, բայց զգում եք, թե ինչ բովանդակությամբ հայտարարություններով է ուղեկցվում այդ պայքարը, ինչ արժեքներ են դրվում արևմտյան եւ ռուսական հայտարարությունների հիմքում։ Միտեղ ակնհայտ է հարգանքը Հայաստանի որոշումների նկատմամբ, ակնհայտ է հանդուրժողականությունը, թեև կային հակառակի ծանրակշիռ հիմքեր, իսկ մեկ այլ տեղում ուղղակիորեն ակնհայտ է հայերի ազգային ու պետական արժանապատվությանը հասցվող հարվածների տարափը, արհամարանքը եւ արգահատանքը հայության, Հայաստանի, հայաստանցիների հասցեին։ Եվ սա մի դեպքում, երբ Ռուսաստանն ամենից քիչն ուներ նման խնդիր, քանի որ Եվրամիության հետ ասոցիացման գործընթացում Հայաստանն ըստ էության կասկածի տակ չէր դրել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության եւ կապերի եւ ոչ մի դրվագ։ Աշխարհում չկա չարատավորված համակարգ, հատկապես նման մասշտաբներում եւ պատասխանատվության նման ընդգրկում ունեցող համակարգերում։ Սակայն խնդիրը բոլորովին էլ երկրի երեսին դրախտի որոնումները չեն, այլ աշխարհում տեղի եւ դերի, շրջանակի, շրջապատի ընտրության հարցում առավելագույնս արդյունավետ եւ ճշգրիտ որոշման կայացումը, միաժամանակ իրազեկ ու պատրաստ լինելով նաեւ արատավոր երևույթների մասին։ Խնդիրը արժեհամակարգային հիմքն է, ելակետերը, համակեցության նորմերը տարբեր ասպարեզներում, եթե անգամ խոսքը վերաբերում է կենսագործունեության միջավայրի առավելապես վերին շերտերին։ Նախորդին Երևանում արձանագրվել է վերջին օրերի հերթական բռնությունը։ Հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Վերջինիս հանդեպ հերթական հարձակումը հերթականն է, իսկ սկիզբը նախախորհրդարանի մի քանի անդամների ավտոմեքենաների հրկիզումն էր, հետո նախախորհրդարանի անդամի վրա կատարված հարձակումը, իսկ մի քանի օր առաջ էլ հարձակման ուծեցի են ենթարկվել մի քանի ազատամարտիկներ, նախ 2-ը, իսկ հետո 1-ը։ Տեղի ունեցած միջադեպերն ակնհայտորեն վկայում է, որ գործ ունենք ահաբեկչական մթնոլորտի հետ եւ ինչքան ուշանա տեղի ունեցած միջադեպերի արագ բացահայտումը, այնքան հասարակության մոտ առավել քան ակնհայտ ու համոզիչ է լինելու, որ տեղի ունեցածը հովանավորվում է իշխանությունների շրջանակից եւ վայելում բարձր հովանի։ Ակնհայտ է, որ գործի է գծված չափազանց վտանգավոր մի մեխանիզմ եւ Սերժ Սարգսյանին այդ մեխանիզմի համար պատասխանատվությունից ու դրա վերջին ու գլխավոր տուժողը դառնալու հեռանկարից կարող է ազատել միայն եղածի բացահայտումն ու նորերի կանխարգելումը։ Այս հանցագործությունների շղթան ըստ էության լիովին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանում, որտեղ կարող է հասունանալ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը։
Ըստ որում հետաքրքրական է, որ հերթական հանցագործությունը տեղի ունենում Վլադիմիր Գասպարյանի լրագրողներին արած մի շարք հայտարարություններից հետո, որտեղ նա մասնավորապես անդրադարձել էր եւ մինչ այդ տեղի ունեցած դեպքերին եւ նաեւ ներքաղաքական ուշագրավ հարցերի։ Առավել եւս ուշագրավ է նաեւ այն, որ ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ոչ իշխանական ուժերը աշնանային խորհրդարանական նստաշրջանում բարձրացնեն ոստիկանապետի հրաժարականի հարցը։ Աշնանային նստաշրջանում նման հարց չբարձրացվեց, տեղի ունեցան լիովին այլ զարգացումներ, որոնք երևի թե հետին պլան մղեցին որևէ հրաժարականի հարց։ Ավելին, ամռան ստվերում հայտնված Վլադիմիր Գասպարյանը աշնան նստեյության բավական ակտիվացավ։ Վերջին շրջանում նաև ի հայտ եկավ ոստիկանության հարցում ներիշխանական դիմակայության նոր դրվագ։ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ շուտով կստեղծվի մեծ ներքին գործերի նախարարություն, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միավորված նախարարություններն էլ ներառյալ։ Սակայն Վլադիմիր Գասպարյանը օրեր առաջ դեմ էր արտահայտվել ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելուն, որով դրսևորվել էր ոստիկանապետի ու վարչապետի միջև հակադրության արկայությունը, թեև այն ակնհայտ էր երևի թե Հովիկ Աբրահամյանի նշանակման օրից ի վեր, երբ ոստիկանապետն ամենաուշը շնորհավորեց Աբրահամյանին։ Ահա այս ներքին խմորումների ֆոնին ծավալված բռնությունների շղթան անկասկած անկախ ամեն ինչից անխուսափելիորեն երևի թե փորձ կարվի օգտագործել այս խմորումներում։ Հասարակության տեսանկյունից այս ամենը վտանգավոր է, քանի որ եթե հանցագործությունների շղթան դառնում է քաղաքական խմորումների շահարկման ենթակա, ապա այստեղ ըստ էության հնարավոր է ամեն ինչ, դեպքերի իրական բացահայտումից բացի։ Մինչդեռ հասարակությունը պահանջում է իշխանություններից մի բան՝ բացահայտում եւ մեղավորների պատիժ, որովհետեւ Հայաստանը վերջնականապես կործանելու համար միայն անպատժելիության նոր բռնկումներ պակասում։ Հարցիգիններ եթերում։ Մնացեք բարով։